Այս կարևոր տաղավար տոնին վարչապետ Փաշինյանը հրավիրում է Ուխտերթի վաղը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի եւ ինչպես հայտնի է հայտարարություն են ստորագրել 10 եպիսկոպոսների հետ պահանջում են, որ վեհափառը հանգստի կոչվի։ Ձեր արձագանքը որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ հավատացյալ։ Ի հեճուկս իրան հոդսացանդվում ամենը, քանի որ անհիմնա եւ կա հոգեվոր խորհուրդ, կա հոգեվոր դաս։ Եվ քանի որ բարեբախտաբար մեր հայ առաքելական եկեղեցին եւ ես իդեմս առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ պատիվ ունեմ Քյավառցայիմ քավորը, Սպարտակ Դադյանը։ Ավելի քան համոզված եմ, որ ոչ մի խելացի եւ ավատավոր ժողովուրդ, մարդ, հոգեվորական այն որ ասում են, սրտին մոտ, մտքով անգամ ամենավատ երազում չի կարող ընդունել եւ չի կարող հիմնավորել, որտեւ ի հեճուկս իրանց փուչիկը ոնց է, բացես թողը մեթում է, ամեն մեկը զբաղվի իրականում իր գործով ու Աստծով, մնացածը Աստված ինքը թող որոշի ու դատի։ Եկեղեցին ունի բարենորոգման կարիք այն ճանապարհային քարտեզով, որը նախանշում է վարչապետը։ Ոչ, եւ Փառք Աստծո վեհապար հայրապետը նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին կաթողիկոսը ի հեճուկս իրանց ավելի քան բազմաֆունկցիոնալ, բազմակողմանի բնության, շինարարությամբ եւ ամեն ձև արդենից վերջին գոնե թե 7 տարի, եթե ոչ ի սկզբանե վերանորոգել է եւ վերանորոգում է եւ բազմիցս կիսակառույց եւ հիմքից վերանորոգված եկեղեցիներ ունենք առավաչան այս գործերը։ Վեհապար հայրապետի գործունեությանը ավելի քան քաջազանոթ պիտի լինեին նաև այն 10 եպիսկոպոսները, որոնք թիկունքով շրջվեցին վեհապարին։ Ձեր կարծիքով ի՞նչն էր պատճառը, ինչը կարող էր ստիպել նրանց այսպես վերափոխել իրենց դիրքորոշումը։ Ես որ ասում եմ ձեռքես կլվամ, գործ չունեմ, բայց այն որ իրանք չպետք է տրվեին, չպետք է հանձնվեին, սենց ասեմ։ Եվ իմ ասելիքը չի, ես չունեմ ոչ մի բան ավելացնելու, բայց ավելի քան համոզված եմ, որ էլի ուշ չի դարձի գան աղոթքով եւ ծոմապահությամբ, քանի որ առավել եւս այս մոտ օրերս ծոմապահության ավելի քան մոտ Աստծուն պետքա իրանք գոնե թե զղջան ապաշխարեն եւ ավելի մոտ լինեն, որովհետեւ իրանք օծված են եւ վեհապարի կողմից եւ Աստծո կողմից ու ավելի քան համոզված լինեն, որ Աստծո կողմից գոնե թե կներվեն։ Իսկ ձեր կարծիքով պատահական է, որ վարչապետը հենց հատկապես վաղվա օրն է նշանակել այդ իր հանրահռչակած ուխտերթը։ Պատահական ինչքան էլ պատահական կամ պատահական սկզբունքով կամ անպատե առիթ լինի, ամեն դեպքում իրական հայ հոգևոր դասը, հայ հոգևորական քրիստոնյան ավելի քան համոզված եմ չի գնա, որտեվ ավելի քան համոզված եմ Մայրաթոր Սուրբ Էշմիածին։ Ջիկ բաներն էլ հավատացյալներն էլ չեն գնա եւ որոնք եկել են եկեղեցու բակ։ Կարելի ասել հաշված մատների վրա մարդիկ են, որոնք իրենց օրվա ապրուստի եւ օրվա հաճոյանալու համար կարգախոսով են գնում, իսկ իրական հավատավոր ժողովուրդը կարա լինի ուխտավոր եւ գնա ոտքով ասնի գառնի, ավտոներով, տաքսիներով, չգիտեմ, ընտանիքներով, հարևաններով հավաքվեն, գնան ավտոբուսներով ուխտերթի գառնի տաճար, գնան ջերմուկ, գնան Տաթևի վանք, հենց որ այդ հոդս ցնդած բաների հետև չպետք է ընկնենք ու ավելի քան հիմնավորը Մայրաթոր գալը եւ ցանկացած եկեղեցի գնալը, բայց ավելի քան համոզված եմ, որ ոչ մի հավատավոր ժողովուրդ քրիստոնյա չի գնա եւ չի միանա։ Իսկ կարող են իրենք այսպես այլընտրանքային հոգևոր դաս ստեղծել այդ 10 եպիսկոպոսներով, իրենց կաթողիկոսին նշանակեն եւ համարեն, որ իրենք ստեղծել են իրենց։ Իրանք ինչ ուզում են թող ստեղծեն, քավլիցի։ Մեր միանշանակ ոչ մի կերպ Վեհապարը պիտի հրաժարվի։ Ոչ մի կերպ, ոչ մի դեպքում, ոչ մի, չէ իհարկե, ոչ մի դեպքում։ Ավելի քան համոզված եմ, որ վեհապարը եւ մենք ինքներս ուխտավորներս հավատավոր ժողովուրդը նեցուկ ենք աղոթքով ու Աստծով։ Շնորհակալ եմ։